Մեր արակներու շարքը գշարնագենք եւ այսօր հասած ենք անարակ որդին, որ գործված արակներու շարքին երրորդն է, առաջինը գործված ոչխարներն էին, ոչխարը, երկրորդը անցյալ գիրագի դեսանք գործված արձաթե տրամը եւ այսօր պիտի անցնենք գործված որդին, անարակ որդին եւ այս Արագը գտնվի Ղուգաս ավետարանին 15-րդ գլխուն 11-ին 32 համարներու մեջ, բավական երկայն է չեմ ուզեր բոլորը գարտալ, բայց պիտի մեջբերեմ համարներ, կարևոր համարներ, որ մեր պատգամին հետ այսօր կապված են։ Եվ երբ որ գսկսենք գարտալ 11-րդ համարի մեջը, կտեսնենք, որ անարակ որդին անանկիստ է, անանկստություն կսկա։ Իր վիճակին մեջ թշկողություն ունի եւ գերթա իր հորը գսե Իմ ժառանգությունս ինձի դուր։ Ասիգա հազվադեպ բամներ, որ հայրը չի մերած, զավակը երթա իր ժառանգությունը ուզե, բայց օրինավոր բահանջ մներ ծևոմը եւ թշպախտությունը այն է, որ այս որդին իր հորը այս ասելով մեկ խոսքով գսեր թե «Պիտի չսպասեմ քու մերնելու դայլևս» Ինձ իմ բաժինս դուր, ես երթամ ուզածս ընեմ, և քու երկար ապրիլըտ իմ ծրագիրներս կխանգարե, ադոր համար գուզեմ, որ դաս ինձի հիմա ինչ-որ ինձի կպատկանի։ Եվ այս անարակ որդիին անգումը սկսավ այն վարգանին, երբ որ իր իրավունքները բահանչեց իր հորմեն։ Երբ որ զադեց իր բաժինը իր ընտանիքին բաժինեն։ Քիչ վերջը պիտի խոսենք, հայրը երտնավոր հայրն է, մեր հայր Աստվածն է, եւ ընտանիքը Քրիստոսի եկեղեցին է։ Եվ ասիգա գծցնե թե այս երդասարտը իր իրավունքները ուզեց ունենալ, փոխանակ իր իրավունքները Աստծո ցերկը տնելու, ինքը իր իրավունքը բանջեց եւ վերջավորությունը կտեսնենք, որ շատ լավ չի վերջացավ։ Իր անգումը չսկսավ իր այս բարս կապարեն, որ ուզեց առանցին երթալ։ Անգե ավելի խորունգը ինքը ինգավ, երբ որ իր իրավունքները բանջեց։ Այսօր իրավունքներու մասին շատ կխոսվի ամենտեղ։ Իմ իրավունքս, անոր իրավունքը, ամեն մարդ իրավունքներ ունի։ Եվ այս իրավունքները, երբ որ Աստուծո աչքերով գտիդվին, կտեսնենք, որ շատ իրավունքներ, որ գխորինք, որ մենք ունենք, իրականալ մեզի չեն պատկանիր, եթե Աստուծո ցերկերու մեջ տնենք, շատ ավելի լավ պիտի լա, քան թե մենք մեր իրավունքները մեր ցերկերու մեջ առնելով մենք պաշտպանենք։ Եվ այս իր փափակը, որ ունեցավ իր հորը դունեն զադվիլ երթալ, անշուշտ հիմա այսօրվա աչքերով դիտված պիտի ասեմ, որ գուզե պատասխանատվություն առնել իր կյանքին, գուզե իր հասունությունը ցուցնել եւ իրականության մեջ այդ չէր այս երդասարտին բաճարը, որ իր հորմեն ուզեց զադվիլ, իր այս անանկստության փափակը, որ մեջը ուներ, փախիլ էր պատասխանատվություններեն, որ ինքը ուներ իր դանը մեջ եւ ասիգա իր հասունությունը իր հասունության վիճակը գծուցներ։ Աբագանած երևակայություն ուներ։ Հերու երգիրներ գերազեր։ Եվ գգարձեր, որ եթե հերու երգիրներ երթա, ամեն բան շատ ավելի լավ պիտի ըլլա։ Ինքսինքը կպատկերացներ այն ենթադրությունով, որ երբ որ երթա հերու աշխարհը, հոնդեղը ազատություն պիտի ունենա, այլևս իր հորը իշխանության տակ պիտի չլա։ Եվ հայրը երբեք չագարագիր, գարդոնե, որ այս իր զավակը որդին ցկե դունը եւ երթա։ Ամենակեշ բանը, որ Աստված մեգումը գրնա անել, այն է, որ իր ուզածը ցկե որ ունենա կամալլա։ Երբ Աստված գարդոնե, որ մեր ուզածը ունենանք, եւ Աստված երբեմն ստիպված է արդոնելու մեզի այս մեկը, որովհետեւ այնքան խիստ կբայկարին Աստուծո թեմ, խորելով որ մեր քիծածը, մեր ուզածը շիդակն է,
Աստված կսե շատ լավ, կնա, ունեցիր ուզածդ, համը ար և բիդի դեսնես, որ քո հացում բիդի չստանաս։ Անարակ որդին ունեցավ ինչ որ ուզեց, բայց գործընծուց ինչ որ ուներ, և իր ունեցածին արժեքը չեր գիտեր։ Երբ որ մենք գմփոստանանք Աստուծո թեմ, Աստված երբեմն գսե շատ լավ, քու գամքը տողլա, մենք ինչ գաղոտենք, հայր մերի մեջը, ով հայր մեր որ երկինքն ես, քու անուն սուրբ լա, քու թակավորություն կա, քու գամքը դլա։ Իսկ Աստված երբեմն ստիպված է ասելու շատ լավ, այսքան գուզես որ քու գամքը դնել, քու գամքը թողլա։ Եվ դես ինչ պիտի բադահի քեզի, նայիր ինչպես պիտի սիրես քու գամքդ։ Ամենակեշ բադիժն է, որ Աստված մեգու մգրնա դալ, երբ իրենց կշնորհե իրենց փափակը, որ իրենց գամքը ըլլա։ 13-ին 16 համարներում մեջ կդեսնենք արդյունքը այս անարակ որդիին ըմպոստության։ Կսե հավաքեց ամեն ինչ որ ուներ և քնած հերավոր երգիրը։ Այնտեղ ուր գխորեր թե ինքը քոհացում պիտի ստանար իր յանքեն։ Իր սրտի մեջ դեղ մշինած էր, բատկերմը կծած էր, որ ամեն բան շատ ավելի լավ պիտի ըլլա։ Եվ ասիկա վտանգավոր բան մնե, ինչ բան որ Աստծո գամքեն դուրս է, ժամանակի համար գրնա լավությունը կամ թե մեզի քոհացում ասեմ բացում չի դար, բարձրապես զվարճություն կուտա, բայց անգե վերջը անոր հետևանքը լավ չի վերջանար։ Ինչպես շատերս մեր զվարճությունը գախյալ է, բարականեր է, այս երդասարտն ալ գխորեր թե ինքը պիտի ավելի զվարճանա, ավելի ուրախ լա, երբ որ իր բարակաները, վիճակները իր յանքին փոխեր։ Շատ հստակ է, որ ինքը կողչեր իր վիճակեն, ներգայի վիճակեն։ Գուզեր ազատություն։ Ազատություն ինչ է։ Ազատություն մեղք է, սիրելիներ, մեզի գդանի վերջավորության քերության։ Ազատություն Աստուծո ազատություն մեղք գործելու մեզի գդանի վերջավորության քերության։ Հաջիկները դվին իրեն գեղձ հանգստությունը, ժամանակավոր հանգստությունը։ Այս երդասարտը գուզեր կյանքը վայելել, դեսնել կյանքը Աստուծո հերու, Աստուծո դուրս։ Բայց չեր գիտեր, երբ այս գուզեր Աստուծո ասել գուզեր, որ ես քեզի պետք չունիմ։ Եվ երբ որ մեկը Աստուծո հերու կյանք գաբրի, այդ անձը գմերժե իրական կյանքը, ճշմարիտ կյանքը, որ միան Աստված կրնա տալ։ Եվ այլևս կյանք պիտի չունենար այս երդասարտը։ Չեր գիտեր ինչ կներ, բայց իր կարծիքով, իր խորազով ինքը ավելի լավ կյանքը պիտի ապրեր։ Եվ այս գործված զավակը ցանկած ազատություն առանց սահմաններու եւ վերջավորությունը եղավ քերություն մեղքին եւ անոր հետևանքներուն։ Երբ որ իր տրամը փողը վերջացավ, այդ բարեկամները, որ իրեն շուրջն էին ամենադեն, իր մեջ էին զատվեր։ Տրամը, որ վերջացավ, իրեն երեսի վրա ցկեցին եւ զատվեցան քացին իր մե։ Դժվար գերբով այս երդասարտը սորվեցավ, որ չենք գնար վայելել այն բաները, որ տրամը կգտնե, երբ անդեսենք այն բաները, որ տրամը չի գնար քննել։ Եվ սկալով, որ սխալ արավ, եւ անշուշտ ամեն բոլորը ունեցածը գսե վատնեց, այլևս տրամն ալ չի մնաց կովը, ըստիվեցավ գսե, երթալ աշխատիլ այն կորձը, որ իր հայրը իրեն
Գյանքի մեջ պիտի չդար, որ այդ կորձը ուներ։ Եվ ինչ էր այդ կորձը, որ ստիպեցավ ունել։ Խոզերը արածել։ Եվ հրյաներուն համար ամենեն նվաստացուցիչ կորձերը մեկն էր, մեկումը խոզ արածելը, ոչխարա չէ։ Խոհիվները արդեն ցած տասագարկ էին, խոզ արածողը ալավելի ցած տասագարկ։ Եվ այդ տասագարկին իջեցուց ինքսինքը, որովհետև կարծեց, որ ինքը ավելի լավ կյանք մը պիտի գրնար հաբրիլ։ Եվ այդ խոզերուն գերած եղջուրեն գուզեր ուդել գսե, բայց խոզերը իրեն չէին ցկեր։ Եվ խոզերուն գերած այդ եղջուրը միան անոնք գնա գուդեին, որ փոլորովին չկավոր էին, ուրիշ փամը չգար իրենց համար ուդելի։ Այս է սիրելներ մեղքին հետևանքը։ Մեղքը գխոստանա մեզի ազատություն, բայց միան գդանի մեզի քերության։ Մեղքը մեզի գխոստանա հաջողություն, բայց վերջավորությունը գլա ցախողություն։ Մեղքը գխոստանա մեզի կյանք, հաջույքի կյանք, բայց մենք շատ լավ գիտենք Ռոմայացի մեջ թե ինչ կսե, որ մեղքին հետևանքի ինչ է, մահ է։ Մեղքը գդանի մահվան։ Անոնք, որոնք կմերժեն Աստծո կանոնները, ստիպված են ծառայելու սատանային, մեղքին եւ անոր քերության մեջ կապվել։ Ինչ խղճալի վիճակ։ Հիմա ոմանք կսկսան մտածել, թերևս թե ես ոչ դունս ցկերեմ, ոչ աս երդասարտին պես այսպեսի բան մրածեմ, ինձ ինչ կա ասոր մեջ։ Քիչ վերջ մի 15 ցեսի։ Քիչ մը սպասեցեք։ 17-ն 19 համարի մեջ գգարտանք, որ այս երդասարտը գսե ինքն իրեն եկավ, խելքը գլուխ եկավ, came to his senses անգլերենով գսե։ Եվ ինքսինքը կդավ վիճակի մեջ, որ չեր ուզեր լալ։ Եվ առաջին քայլը, որ արավ ապաշխարության, այն էր, որ անդրադարձավ իր վիճակին, իր հիմարության, որ ինչ ըրած էր ինք իր կյանքին։ Եվ ըսկաց, որ ինքը հուսահատության մեջ էր և ինգած էր։ Մեկ լավ բանը, որ գտեսնենք այստեղը, այս անարակ որդին իր այս անդրադարձի մեջը, որ երբեք մեգումը հանցավոր չի հաներ։ Գտեսնե հանցանքը, որ իր վրան էր։ Ինքն էր, որ ինք իրեն այդ վիճակի մատնեց։ Շատ անգամ, երբ որ մարդոց կփորձենք իրենց սխալ ջամփային շիդակ ուղղության առաջնորդել, կսկսին ասել, ասի ադան գրավադոր համար ասան գրի, անան գրի, բայց ասի երդասարտը կտեսնե, որ հանցավորը ինքն էր, որքան անարժան էր, ինքն էր պատճառը այս բոլոր բաներում, որ իրեն բադայեցավ։ Եվ գանտրատարնա թե այն պաշտպանությունը, որ ուներ իր դանը մեջ, ինքը գործունեացած էր եւ բաճարապանություններ չի գտներ արդարացնելու իր այս գամագորությունը քիթը կեդին կսված էր հայերենով մենք այդպես կսենք չեմ գիտեր Հայաստանի մեջ այդ բանը գործած են քիթը կեդին կսվիլ այսինքն մեկը երբեմն խոսչաս կնար կսենք որ քիթը կեդին պետք է կսվի որ հասկնա եւ այս երդասարտին ճիշտ ադիգաբադայցավ անգլերենով reach rock bottom գսեն Եվ միակ միջոցը իր ազատագրման ապաշխարել էր։ Ընդունել, որ ինքը սխալ էր։ Եվ կխոստովանի, եւ գսե ես մեղանչեցի եւ անարժան եմ։ Երբ որ իր դունը ցկեց, ինք իրեն շատ լավ գտեսներ երդասարտը, շատ լավ թրագան ինքնանկարը ուներ իրեն մասին, self-image։ Եվ հիմա գտեսնե, որ ինքը այնքան լավ մեկը չէ։ Իր բարեկամները, որ իրեն հետ էին, երբ տրամ ուներ, իրեն միշտ ասին, որ դու շատ լավ մարդ ես, շատ լավ ես, ասանք ես, անանք ես, քովեցին, իրեն պարապանեցին, բայց երբ որ տրամը վերջացավ, ամենն ալ որ ցկեցին, այս երդասարտը իր ինքնությունը դեսավ, թե ինքը գոդրված, ավրված մեկն է։ Անշուշտ գրնար փախտադել ինքսինքը իր շուրջիներուն հետ, որ կարելի էր, որ իր մեկ քեշեր ավելի գային եւ սեր, որ ես անոնց մե լավ եմ, բայց դեռ մահասած էր, որ իր մեկ քեշ մարդ չէր մնացած։
ամենակեշ վիճակի մեջն էր եւ միակ բանը որ գնար տեսնել եւ հիշել իր հորը դուններ որ ինչ հանգիստ էր իր հորը դան մեջ ինչ լավ բաներ ուներ երբ որ իր մտածումները դարձավ թեպի իր դունը տեսավ թե ինչ բաներ գործընծուցած էր այո մենք այսօր գրնանք շատ անգամ մեր շուրջը նայել եւ տեսնել դարբեր մարդիկ դարբեր ամբարեգություններու մեջ եւ մենք մեզ գրնանք ասել մենք օքեյ ենք բայց երբ որ մեր աչքերը Քրիստոսի դարձնենք մեր երկնավոր հորը դարձնենք անոր ներգայությունը հիշենք տեսնենք հասկանանք պիտի տեսնենք որ մեր վիճակը իրապես շատ վատ է եւ անհուսորեն մենք մեզի կտեսնենք որ Սուրբ Աստուծմե որքան հերու ենք այն արդարացումները որ մենք մեզի գնայինք որ մենք այսպես լավ ենք այնպես լավ ենք երբ որ Աստուծո սրբության հետ կսկսենք փախտadel կտեսնենք որ ոչինչ չենք մեր մեղավոր սկալը եւ ամոթը որ գսկանք երբ որ մենք մեզի կփախտadենք Քրիստոսի հետ շատ անգամ դժվար գլա թիմակրավելը բայց առանց անոր մենք չենք կրնար ապաշխարություն գտնել չենք կրնար վերականգնել եթե Աստուծո քութը պիտի ընդունենք նախ մենք պետք է ընդունենք մեր անգարողը լալը պետք է ընդունենք մեր անարժանը լալը այս անարակ որդի պես որբեսի գարնանք Աստուծո քութը վայելել մեր վրա Ըսկալ այդ սոսկումը, որ մեղքը մեզի ինչ ըրած է, մեզի նվաստացուցած է, մեր կյանքերը քանթած է, եւ անշուշտ, որքան մեր կյանքերով Աստուծո ցավծուցած ենք։ Ճշմարիտ նշանը ապաշխարության, ինչպես այս անարակ որդին պատմության մեջ կտեսնենք, այն է, որ ինքը ուզեց ետ դառնալ իր հորը իշխանության։ Այսինքն հպատակիլ իր հորը կամքին։ Եվ այս բարը միտքերնիդ բայեցեք, հպատակիլ հորը կամքին, կամք բարը։ Ինչսինք, երբ սկսավ շեղիլ այս անարակ որդին, երբ որ փնտրեց իր իրավունքները, ուզեց անկախություն, ուզեց ազատություն, երբ գրծավ ապաշխարություն գտնել, հանգստություն գտնել, իր հորը շնորհքը վայելել, երբ որ իր իրավունքները հանձնեց անգամ եւս իր հորը։ Իր հորը վերադառնալը անշուշտ իրեն համար ամենաիմաստուն բանն էր, որ կրնար անել։ Իմաստության վերադարձավ, որովհետև իր հորմեն գուքար այդ բարիկները, որ ինքը ուներ։ Հիմա որ այս անարակ որդին զղջացած էր առանց պայմաններու կտեսնենք որ կխոստովանի իր մեղքը եւ առանց պատճառաբանություններ ունելու գիհիշե թե իր հայրը ինչպես իր ծառաներուն հոգ կդաներ եւ գուզե քոնե աս ծառաները մեգումբես լալ շատ ավելի լավ իդելար իրեն ծառա լալ իր հորը որովհետև չեր ակնկալեր որ հայրը իրեն որպես որդի ընդունի որովհետև ինքը արժանի չէր բոլոր իր հոր ունեցածը մսխած էր վատնած էր բայց այս բոլորին դիմաց իր հորը ողորմության վստահելով ետ կդառնա որոշումը գարնե որ ինքը պետք է ետ իր հորը դառնա եւ կորզնականի գանցնե ինչու գսեմ այս մեկը որովհետեւ քայլ առնելը շատ գենսական բան է անհրաժեշտ է շատեր այսօր գդարաբին դարիներով իրենց ընկճված միջակի մեջ մեղավոր սկալու մեջ գիտեմ որ սխալ բան մրած են բայց այդ քայլը չեն առներ ապաշխարության վերադառնալու հորը որբեսի գաստուրվին վերականգնին
Այո, ցադաբարդությունը հուսահատության կդանի. Conviction can lead to despair. Միակ ապաշխարությունն է, որ մարդուն կվերականգնի։ 20-24 ամառներու մեջ, երբ կշարունակենք պատմությունը, կտեսնենք, որ այս երիտասարդը, որ կվերաթարնա դուն, ցեվում հույս չունի, որ իր հայրը իրեն պիտի ներե կամ ընդունի որպես որդի, գորոշ է այդ քայլը առնել եւ գսե գանքնեցավ ու քնած իր հորը քով։ Ինչ պիտի խորեիք հայրը պիտի ներ այս զավգին, երբ որ իրեն տեսներ։ Մենք ինչ կնեինք այսպիսի զավգիմը, եւ թե վերաթարնար։ Արդյոք ինչ պիտի լայրեն։ Տուրեն դուրս պիտի տներ, դսեր անամոտ թեր չես ամճնար, յետք ու կաս, յետս ինձի աշխապ նեղացուցիր։ Կվերաթարնար այն հորը, որ ինքը մերժած էր, այն հորը կանոնները, որ գար իր վրա, բարդականությունները, որ իր վրա ուներ, եւ գնանք ասոնք համեմատել մեր հոգևոր բարդականություններուն հետ, որ ունենք մեր հոգևոր կյանքի մեջ Աստծո ծառայելու։ Մերժած էր այդ բոլորը, չեր ուզած ոչ մեկը անել։ Բայց պատմությունը գսե հայրը վազելով անոր վիզին վրա ընկավ եւ համբուրեց զանիգա։ Եվ ասիգա շնորհքի պատկերն է։ Շնորհք այն բանին, որ արժանի չէինք, Աստված մեզի կուտա։ Եվ աս պատահեցավ, որովհետև այս երիտասարդը հիշեց, թե իր հայրը որքան կթած էր, ողորմած էր, եւ այդ քութը իրեն առաջնորդեց ապաշխարության եւ ներողամտության ներվելու եւ իր հորը շնորհքը վայելելու։ Եվ այսօր Աստված այդ հաշտության համբույրը բոլորիս կուղե եւ վերաթարնանք իրեն։ Այս որդին վերաթարցավ իր հորը դունը եւ գարտանք 21-րդ համարի մեջ, որ իր խոսելիքները կպատրաստեր, ինքն են գխոսեր, թե ինչ պիտի սե իր հորը։ Մեղանչեցի երկինքի թեմ ու քու արջևդ եւ ասոնք վստահ որ մինչեւ դուն ասավ քանի անգամ գրտնեց որ սխալ բամը չսե հայրը իրեն ավելի չի բարգանա չնեղացնե բայց ինչ պատահեցավ երբ որ եկավ հայրը վազելով իրեն քնած չի ցկեց նույնիսկ որ խոսելիքները վերջանա եւ իրեն համբուրեց այս է մեր երկնավոր հորը պատկերը սիրելներ գսե գանչեց իր ծառաներ եւ ասավ իրեն հանդերձներ նոր հանդերձներ տվեք ինչու պետք է այնաս նոր հանդերձները իր զավգին չքավորությունը եւ ամոթը ծածկելու դվավ մադանիմը մենք անցած շաբաթ խոսեցանք ասոր մասին գնիկ մադանի գնիկ մնե խոստում մնե նշան մնե այս անցին ինքնության մենք սուրբոքին ունենք որպես գնիկը մադանին որ մենք Աստծո զավակներ ենք եւ այս հայրը ասավ թե մադանի trek անոր ցերկը որբեսի հստակ լա որ այս որդին որ եվերաթարցած էր գործված էր գտնվեցավ այդ դանը կպատկաներ այդ ընտանիքին մաս կգազմեր եւ ասավ գոշիկներ հագծուցեք նոր գոշիկներ ինչու համար որբեսի նոր ցևով կալե այլևս նոր ջամփաներու մեջ կալե այդ հին ջամփաներուն իդ չերտա եւ անալ պետք է ասենք որ ծառաները գոշիկ չէին ակվեր այնադեն միան դանը անդամներն էին որ գոշիկ կակվեին սանդալներ ունեին գոշիկ հագցնել դվավ այսինքն բադիվ մներ ադիգա հայրը երբեք չի նվաստացներ իր զավակը բայց գհրավիրե դուն իրեն հանգիստ սկալ գուտա առանցնաշնորհումները որ ուներ իդ իրեն կվերաթարցնե եւ կբադվե իրեն եւ անգե վերջը գսե խնջիկը կպատրաստեն այս զավգին համար մեկը գսե թե այս պատմության մեջ ով էր ամենա քեշ վիճակեն անցնողը
եւ շատեր բիդեսեն անարակ որդին ինչ քեշ բաներ անցավ հայրը որչափ ներվեցավ բայց ամենակեշ վիճակեն անցնողը այս հորթուկներ որ մորտվեցավ այս խնջույքին համար իր կյանքը տվավ եւ Քրիստոս ինքը մեզի համար իր կյանքը տվավ որբեսի մենք Աստծո զավակներ լանք եւ այդ խնջույքին երկնային խնջույքին օրը մասնակցին ամեն բան որ այս անարակ որդին գուսար որ իրեն պիտի բադահի երբ որ դուն վերադառնա բոլորովին հագարակ դարձավ անոնց մեջ ոչ մեկը բադահեցան իրեն 13-րդ համարի մեջ երբ որ ծանոթացանք անարակ որդին ասավ դուր ինձի եւ հիմա 19-րդ համարի մեջ կսե ինձի ըրե ինչ որ գուզես կդեսնեք ինչ կբադահի երբ որ մեկը Աստծո արչև կխոնարի Աստծո հետ կհաշտվի Աստծո արչև կաշխարե 24-րդ համարի մեջ հայրը գսե գործված էր ու գտնվեցավ եւ ադոր համար խնջույք կլա երբեմն մենք խորինք որ պետք է բոլորովին մաքրվենք նախքան մենք մեզի Աստծո արչև ներկայացնելու եւ ներողություն խնդրելու բայց այդպես չէ սիրելիներ միակ բանը որ պետք է ամեն մեկուս ունել դուն երթալ է մեր հորը եւ մեր հայրը իր լավագույնը պատրաստած է մեզի համար մեր աղդոդությունները մաքրելու սրբելու եւ ինքն է որ գրնա մեր աղդոդությունները սրբել իր որդին Հիսուս Քրիստոս այնով եւ ոչ մեկ բան մենք կրնագնել մենք մեզի մաքրելու սրբելու եթե այսօր գվախնաս Աստծո դառնալու կամճնաս անցյալ հետ մեղավոր գսկաս հիշե աս հայրը անարակ որդին հայրը աս հայրը մեր հայրն է երկնավոր հայրն է եւ գվազե մեզի իր բաց բազուկներով քիչ առաջ ասիթե վերջը պիտի գաբեմ ասիգա մեր ցանկերուն որովհետեւ մեգերնից հիմա մենք մեզի չտրինք այս անարակ որդին դերը անարակ բարը հունարենին մեջ գաբված է փճացնող բարին հետ փճացնել բարգևներ եւ միջոցներ որ մեկը ունի եւ 10-րդ համարի մեջ այդ նախատասությունը գուկակսե փճացուց իր ունեցածը անարագությամբ ապրելով Գիրակնորիայի մեջ երբ որ ուսուցչուհիմը բացադրեց իր աշակերտներուն թե ինչս է անարակ վերջավորությամբ բզդիգ աղջիկը որ դուն կնած մորսավ մեզ այսօր օրիորդը բացադրեց ինչս է անարակ որդի լալ սավ ինչս է անարակ որդի աղջիկս սավ անարակ սել է ամեն տրամը բաբլգամի վրա ծախսել եւ ճիշտ այդ է որ գնենք ցից կնել եւ մենգալ մեր ամեն ունեցածը բարապաներու վրա գվատնենք Ճշմարտությունը այն է որ ամեն անգամ որ Աստուծո մեկը հերանանք մեր ուզածը ընելու փոխանակ Աստուծո գամքնելու մենք անարակ որդիներ գտարնանք ամեն անգամ որ եկեղեցի են գբացագային անարակ որդիներ գտարնանք ամեն անգամ որ Սուրբ Գիրքի սերտողություններ են գբացագային անարակ որդի գտարնանք ամեն անգամ մեր աղոթքի կյանքեն գհերանանք անարակ որդիներ գտարնանք ամեն անգամ որ մեր դասանորդը չենք տար անարակ որդիներ գտարնանք եւ գտեսնենք որ ամենքսալ այս անարակ որդին հետ շատ բաներ ունենք նման եւ անարակ որդին եթե քիչ ավելի լավ սերդենք անոր մեջ գտնվող ճշմարտությունները ժամանակը գարջ է այսքան գրնայսել այսօր դեսնենք որ ամեն անգամ որ գնենք անիչ որ մենք մեր անձերուն կհաջեցնենք անարակ կդառնանք փոխանակ Աստուծո հաջեցնելու մեր դունը գծկենք գհերանանք հերավոր երգիր գերտանք Աստուծո ներկայությունեն գհերանանք եւ այսօր Հայր Աստված լրջորեն եւ քնքուշորեն ամեն ուսկսե դարձիր դունդ Եգուր դուն Եգուր ես կուզեմ իմ բաց բազուկներով քեզ ընդունել եթե այսօր դունեն հերացած ես այս արիթը կորցած է որ ետ թարնաս քու հորդ փրկության եւ գամ
վերականգնման համար։ Քու վախերդ, քու հբարդությունդ, քու նախաբադություններդ, քու մեղքերդ բոլորը Աստծո ցերկերու մեջ դիր։ Հոր Աստծո արչև խոստովանի հանցնե քու իրավունքներդ Աստծո դարձուր եւ իր գամքը խնդրեք ու ցանկիտ մեջ եւ ինքը իր սիրով քեզի բարեկալուստ մի մաղթեն Տերը օրհնե բոլորիդ